Աշխատանքների ծիրն է, ես անձամբ կարծում եի այսպես միացյալ մարմինը շատ ավելի լիազոր էր և շատ ավելի, չեմ ուզում ասել լիազոր, բայց ավելի կազմակերպված էր այս աշխատանքը տանելու, սա իմ անձնական կարծիքս էր, բայց այդպես է ստացված, ինչպես ասում են ամեն ինչից երկու հատ ունենանք, ունենք ուրեմն 100-ամյակի հանձնախումբ և ունենք միացյալ մարմին, բայց մեր միացյալ մարմինը լիազորված է այս ուրեմն համայնքում տանել աշխատանքը համագործակցությամբ 100-ամյակի հանձնախումբի հետ եւ բոլոր շրջաններում մենք արդեն սկսել ենք ստեղծել կորիզներ։ Լինի դա Ֆրեզնո, Սան Դիեգո, Վաշինգտոն, DC, Կոլորադո, Արիզոնա, Յուտա, այսինքն որտեղ որ հայություն կա, մենք որոնում ենք։ Դուք էլ եթե ունեք ծանոթներ կամ ազգայիններ, որ կարծում եք որևէ հայահոտ շրջաններում կան անձիկ, որոնք կարող են այս աշխատանքին մասնակցել, մենք ուրախությամբ իրենց անունը կանձնենք տեղական մարմիններին, որպես նրանք էլ ներգրավեն այս աշխատանքին։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ հույսով 100-ամյակին կլինի շատ պատշաճ, ինչպես ներկայություն հայերի կողմից բոլոր աշխարհին, որպես մենք հասնենք մեր արդար լուծման։ Շնորհակալություն։ Սրահի մուտքին գազտեղին թուղթը, որում վրա արձանագրած ենք շրջանի հայկական մամուլի ներկայացուցիչներու հասցեները, իմեյլը, հեռացանի համարները եւ այլն, ասիկա compliments of UACLA, այսինքն միացյալ մարմնի, վստահ եմ, որ մեջը փաստողումներ կան, սխալներ կան, սրբակրեցեք եւ մեզի ուղարկեցեք, գրնակ երկուական ադառնել, մեկ հատ մեզի հետ ուղարկել կամ ծեր դեղուն վրա սրբակրել եւ մեկ հատ մեր միացյալ մարմնի մասին դերեկատվական բզդիկ բրոշյուրը։ Հիմա կհրավիրեմ Պիտեր Հայգը, որ մեր միացյալ մարմնի կանցամահները մեկն է, որովհետեւ սկսի զրույցին։ Շնորհակալություն ձեր համբերությամբ։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ։ Այս գիշերվա որպես զեկուցավարը ես ալիմ գարքին բարիկալուս կմաղթեմ ցեզի հատկապես Լոս Անջելեսի հայ լրատվամիջոցներու եւ հայադար մամուլի հարկելի բարձրացնողներուն եւ ներկայացուցիչներուն։ Այսօրվա մեր հանդիպման միակ նպատակն է համադեղ բարձրորակ քննարկման միջոցով լսել մեր շրջապատի գարդիկը, որբեսի ըստայնն ձևակերպենք նոր միտքեր եւ ստեղծենք նոր գաղափարներ ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման իրակորձելիք աշխատանքներու միտքով։ Անգլերեն լեզուն ունի brainstorming session արտահայտությունը, որ լավագույն ձևով կամփոփի այսօրվա մեր ստեղծած մթնոլորտը։ Ուրեմն այս գիշեր brainstorming session մնե, որ դեղի կունենա։ Հայկական չարտի առնչությամբ անցնող 98 տարիներուն ունեցանք ազգային ու միջազգային առումով որոշ հաջողություններ ու ձեռքբերումներ։ Իհարկե պիտի ուզեինք շատ ավելի լեցուն ձեռքերով թիմավորել 100-ամյակը։ Ներկայիս կարևոր է, որ ճիշտ ոգիով մեր մտքերը հողին վրա բահենք, երբ ծրագիրներ կմշակենք 100-ամյակը ոգեկոչելու։ Միայն թրական ու գառուցողական աշխատանքները կգնան հասցնել մեզ հաջող արդյունքներու։ Եթե ունենանք մարդկային, ազգային ու քաղաքական միացյալ կամքը, այնադեն մեզ համար կարելի կլա մեր ժողովրդի արդար իրավունքներու պահանջը հարաճ տանել այն հնարավորություններով, որ ունենք ներկայիս։ Համագործակցությամբ կգնանք նոր ուղիներ հայտնագործել, բարդատրելու ներկայի թուրք կառավարության, որ ընդունի Օսմանյան գայսրության կորձած հայկական ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու հատուցումը։ Անմիջապես պետք է մղվենք առաջ ու կենտրոնանանք մեր ապակա գործունեություններուն վրա։ Չմոռնանք, որ հաջող քաղաքականությունը պատահական չէ, այլ հետևանքն է ուսումնասիրված եւ ծրագրված քայլերու։ Այսօր այստեղ վաղն եւ ավելի ուշ ցերգետրոններու մեջ լրատվական մեր պատասխանատուներուն
ու մտավորականներուն գոչ կուղենք, որ բարձր բահեք մեր համասկային միասնությունը, բայկարն ու հավատքը մեր արդար բանջներու իրակորձման ջամփուն վրա։ Ուրեմն այս երեգո հրավիրած ենք մեր քաղաքի մտավորականները, երիտասարդությունը, հրաբարակագրերն ու մամլո աշխատակիցները, որ ամենայն ազատությամբ, անգեղծությամբ ու գառուցողական ոգիով մեր ժողովրդին ներկայացնեք ծեր մտահոգությունները, գարզիկներն ու առաջարկները եւ մանավանդ ծեր նոր խաղապարները մեր ասկային բանջարության վերապերյալ հայոց ցեղասպանության ոգեգոճման մոդալուդ հայրուրամյակին ընթരാճ։ Չսկսած մեր երեգոն մայր ծրագրի բաժինը գուզեմ մի քանի կարևոր թելացություններ անել։ Հաջորդաբար խոսք դառնեն մեր բանախոսները անհատաբար իրենց գազագերբության անուններու այբուբենական գարկով, որբեսի ներկայացնեն իրենց խաղապարները, ինչպես Ժանը ասավ, միայն 3-5 վայրկյաններու ընթացքին, որ մեր հետ պիտի նստին իրենց նշանակված դերերը։ Իմիջի այլոց պիտի խնդրեինք, որ բանախոսության ընթացքին չխանգարեք խոսողները։ Մտի գրեք մեր մասնակցողներուն, քանի որ վերջավորության ժամանակամիջոցը դրամատրած ենք հարցում պատասխանի համար։ Ուրեմն այժմ կհրավիրեմ մասնակցողները անհատաբար։ Առաջին մասնակիցն է բարոն Վրեժ Աղաջանյան, սեփականատերը եւ ծրագրի արտադրող եւ հյուրընկալող AABC հերուստադեսիլին։ Մեր հաջորդ մասնակիցն է Օրիորդ Թալին Գյուվրեքյանը, որպես ներկայացուցիչը AGBU Youth գազագերբության։ Այժմ կհրավիրեմ ARTN եւ Շանթ ծրագիր հյուրընկալող բարոն Բողոս Արաքելյանը։ Պեմ նաեւ կհրավիրեմ հայ հեղափոխական դաշնակցության խմբակիր ասպարեզ թերթի բարոն Ափո Բողիկյանը։ Հաջորդ մասնակցողն է Կասպար Ջիվալակյանը, որպես AYF երիտասարդներու ներկայացուցիչը։ Դոկտոր Արշակ Կազանջյանը խմբակիրն է սոցիալ-դեմոկրատ հնչագյան գուցակցության մասիս շաբաթաթերթին, հրամեցեք։ Մեր մեջ նաև կգտնվի Ռամգավար ազատական գուսակցության նոր օր շաբաթաթերթի խմբակիր բարոն Հակոբ Մարտիրոսյանը, հրամեցեք։ Երիտասարդ Unified Young Armenians-ի ներկայացուցիչ ունենք Վիլեն Խաչատուրյանը։ Իսկ մեր վերջին մասնակցող հյուրն է պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը, որ ուրախությամբ կուզեմ նշել, թե ան իմ ուսուցիչս եղած է 2 տարիներ, 33 տարիներ առաջ հերավոր Գիբրոսի գիշերօթիկ Մելքոնյան գրթական հաստատության ներս։ Պրոֆեսոր դոկտոր Արտեմ Սարգսյանը այս երեկո ներկայացուցիչն է US Armenia հերոստատեսիլին։ Բարի երեկո բոլորին։ Ինձ մե որ քննվեցավ, որ մի քանի խոսք բաժնեմ ձեր հետ, երդասարտության գոմեն, սկսի մտածել, թե ինչ խոսք կրնամ բաժնալ ձեր հետ։ Եվ մի քանի րոպե մտածել եմ, վերջ անդրադարձավ, որ խոսելու ժամանակը վերջացել է։ Եվ կարծեմ այդ պետք է լա այս հավաքին փնույթը։ Մի քանի տարի են մենք հասնենք արդեն 100-ամյակը ցեղասպանության եւ ինչպես որ Չարենցը գսե մեր հայոց փրկությունը միայն մեր հավաքական ուժին մեջ է։ Today's gathering here is a testament to that. It's a testament to our unity.
And I think in the past 10, 15 years, if any of you have been active in the Armenian community, you've seen that our most successful events, our most successful protests, our most successful gatherings have all been the ones that we've come together, put our differences aside as organizations, put our differences aside as youth, have come together and organized these events together, showing a united front. And especially for the 100th anniversary of the Armenian genocide, that is what is important, to show a united front. Also what's important is to start thinking outside of the box. My organization is also guilty of this. We tend to start doing the same things that we do every single year. Some of us do protests, some of us do marches. We do the same thing year after year. We have to think outside of the box. I was asked to speak about some specific things, and I'll give you a few examples. 2 years ago, the AYF put together a task force to start talking about these ideas, kind of like a think tank to talk about things we could do. And the idea that keeps coming forward is to actually organize something in Turkey, whether it be a protest, whether it be a habak. I don't know what it is yet. It's not fully developed, but that's the way the youth is thinking today. That it's not enough to go here in California and Los Angeles, where all the legislators already know us, where we already have their votes. Maybe it's time to pick up our bags and go to Turkey. We're American citizens who want to show our rights, who want to exercise our free speech in Turkey, especially in light of the situation in Turkey right now, with their human rights issues, with their environmental issues. It's the and we have to take advantage. We have to be smarter rather than work harder. We got to be smarter and take advantage of these situations, come together and really have our voices heard, and make sure that the 100 is the threshold. No more commemorations. Հարուն ամյակն վերջ մի դիսկսինք մտածել հողային բանջներու մասին։ Մերսի։ Աբրիս Գասպար։ Այժմ գուզեմ խոսքարնե բարոն Վրեժ Աղաջանյանը։ Բարի երեկո։ Ես ճշմարտություն սա է, որ ոչ թե ձեզի շատ եմ հարգում, շատ եմ սիրում, բայց պիտի ամփոփ խոսեմ, որովհետև ուզում եմ րոպեն առաջ հասնել սեղանին ու այս համեղ ճաշերը, ինչ որ մեզ համար են պատրաստել, անպայման օգտվեմ այդ ճաշերից։ Դրա համար պիտի ամփոփ խոսեմ։ Հիմա գիտեք, ես հավատացած եմ այն հարցին, որ ամեն մարդ իր շրջապատում փոքր քայլի վրա հավատացած է։ Երբ մենք ծրագրում ենք մեծ, այսպես մենք կգնանք հողեր կազատենք, սա կանենք, նա կանենք, տեսնում ենք ապագայում չենք կարողանում ոչինչ անել։ Ամեն մարդ իր շրջապատում պիտի աշխատանք անի, փոքր քայլ ամեն մարդ իր շրջապատում։ Ես ուզում եմ երկու հարց այստեղ խոսել, որպեսզի շատ չերկարի։ Այն հարցերից մեկը այս է, որ մեկ հարցը, որ մենք կարող ենք այսպես ցեղասպանության հարց, որևէ ուրիշ հարց լուծել, այն հարցն է, որ ինչ որ կատարվում է ներկայացնի տան անդամներին, սենեթի անդամներին ճնշում բանացնելն է դա։ Ամեն մարդ իր շրջապատում, ով որտեղ որ ապրում է այս երկրում, կարող է կապ հաստատի այդ ներկայացների տան անդամի կամ սենեթի հետ։ Վերջերս այս Սիրիայի հարցով օրինակ 10 հոգի հայ եկեն էին, ես չուզեցի շատ մխրճվել, այլ մենակ ով որ կազմակերպել են, ես էլ գնացի 10 հոգի հայ եկեն էին, պահանջում են Ադամ Շիֆին, որ այս պատերազմին ոչ քվարկի, որովհետև պարոն Ադամ Շիֆը որ հայերի հետ շատ մոտիկ է եղել եւ շատ մոտիկ է հայկական ցեղասպանության հարց եւ ուրիշ արծարծում է, մեր շատ մոտիկ բարեկամն է պարոն Ադամ Շիֆը, այս պատերազմին ուրեմն ինքը խրախուսում էր որ պիտի հարձակվեր։ Իսկ այդ ճնշումները ինչ որ տեղի ունեցավ Բրբանկում, ինչ որ տեղի ունեցավ նաև Հոլիվուդի օֆիսը 5500 Հոլիվուդ Բոլվարդի վրա, ուրեմն ինքը հետ նահանջեց, այսպես ինքն էլ եկավ ասաց, որ սա լավ գաղափար է, որ ռուսները այս առաջարկարեն նախագահ Օբաման հետևի դրան։ Ուրեմն տեսնում ենք փոքր խումբ, ես ասում եմ, ես նկարել եմ երկուսը, միտեղ 10 հոգի, 15 հոգի են եկել, մյուստեղ 20 հոգի ներկայացրին եւ շատ մարդիկ զանգ էին տվել։ Այսպես աշխատում է այս երկում, այս համակարգը աշխատում է դրա։ Այդ նպատակով է, որ ես ուզում եմ օրինակ բերել, որ դուք ամենատարրական քայլը վերցնեք։ Ամեն մարդ իր շրջապատում որևէ տեղում տարրական քայլ պիտի վերցնել։
մեծ նպատակ տնել շատ լավ է, բայց գործադրելը շատ դժվար է եւ հաճախ տեսնում եք չի հաջողում։ Այդ փոքր քայլերից մեկը սա է, որ ամեն մարդու դուք ճանաչում եք, ասեք արդյոք արցանակ, եթե citizen է իհարկե, արցանագրվեն է ընտրության համար թե ոչ։ Դա շատ մեծ կարևոր հարց է։ Ես պիտի օրինակ բերեմ ձեզ։ Լոս Անջելեսի քաղաքը, երբ որ Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններ տեղի ունենում, Էրիկ Գարսեթի եւ Վինդի Գրուլը տեխնացուներն էին միլիոնավոր դոլար ծախսեցին, ահա որովհետև շատ ուժեղ պատերազմ, այսպես պայքար էր մղվում երկուսի կողմից, բոլոր յունիոններ, բոլոր մարդիկ, հարուստ եւ ուրիշներ մասնակցեցին միլիոնավոր դոլար, պատկերացրեք 100 միլիոնի չափ երևի ավել քիչ իհարկե ծախսեցին, որպեսզի իրենց տեխնացուն առաջ գնա։ Ընդամենը ժողովրդի 20%-ը ընտրության մասնակցել են։ Եվ հետո առավել Los Angeles Unified School District-ի ընտրությունը, պատկերացրեք Los Angeles Unified School District-ի ընտրվել է, հետո դու դառնում ես կարողանում ես քայլ բարձրանալ շատ մեծ պաշտոններ ստանալ։ 7%-ով ժողովրդի, այսինքն ընդամենը 2 միլիոնից ավել արձանագրված մարդուց, որ կարող էր ընտրություն մասնակցել, 140,000 մարդ է մասնակցել։ Մենք ասում ենք փոքր ազգ ենք, քվե չունենք։ Դուք պատկերացրեք 140,000-ով Los Angeles քաղաքը 4 միլիոնանոց քաղաքը Unified School District-ի բորդի անդամ ընտրվում։ Ուրեմն մենք եթե խորներան մասնակցենք, կարող ենք շատ մեծ ազդեցություն ունենանք, ի տարբերություն նրանք, որ միշտ ասում են հայերը մի խումբ չեն կազմում եւ այլն։ Ես օրինակն եմ ուզում բերեմ ձեզ, մեկ ուրիշ օրինակը, Գլենդելում ընտրություն է տեղի ունենում եւ ես հաճախ այդ ընտրությունը ուսումնասիրում եմ։ Ես հիմա ուզում եմ ձեզ ասել, օրինակ IAN-ով ընտրության փոստի միջոցով մասնակցել է 4109 մարդ ընտրության մասնակցել է փոստի միջոցով։ Մոտարապես 2963 հոգի YAN-ով մասնակցել է։ Պատճառը սա է, որ IAN-ները նրանք է, որ ավել երկար ժամանակ այս երկրում են եղել կամ Գլենդելի հիմա օրինակը, եւ YAN-ը ավել ուշ են եկել, որովհետեւ YAN-ները 1970-ից Բեյրութից են եկել, 80-ին Պարսկաստանից են եկել, դրա համար ավել շատ են մասնակցել։ Իսկ գնացել են ընտրատարածք, այսինքն polling place, 1623 հոգի գնացել է polling place IAN ազգանունով, 693 հոգի YAN-ով գնացել է polling place, նորից նույն պատճառով, որովհետև YAN-ները նոր են եկել։ Եվ հետո պատկերացումը, որ լինում է, թվում է, որ հայերը 9393 մարդ մասնակցել է ընտրության Գլենդելի։ Իսկ ոչ հայերը 15870 մարդ է մասնակցել։ Ես հիմա այդ ուսումնասիրությունը դեռ չեմ ավարտել, ասացի պատկերացումը սա է։ Իսկ այդ 15000 ինչ որ դες ասի 800 քանի հոգի որ մասնակցել են ոչ YAN եւ IAN-ը, հետո ես մեկ-մեկ պիտի ուսումնասիրեմ դրան, որովհետեւ շատ մարդիկ կան, որ չունեն այդ առիթը, այսինքն ազգանուն IAN YAN չի։ Հիմա ես երբ նայում եմ, տեսնում եմ, որ առաջին անգամը երևի կլինի, որ Գլենդելում 2013-ի ընտրությունը ավել շատ, այդպես որ նախնական, որովհետև սա մոտավորապես 24071 մարդ է ընտրության մասնակցել, 15000 անունները ես մեկ-մեկ պիտի ուսումնասիրեմ։ Գնում եմ իրենց դուռը թակում եմ իրենցը, որովհետև չեմ կարող հասկանալ, որ հայ է թե հայ չի, որոշ կասկած ունեմ անունին։ Դուռը որ թակում եմ, ուրիշ էլ չեմ կարող ուղարկել, որտեղ մարդիկ դուռը չեն բացում, իսկ որտեղ Գլենդելում ինձ ճանաչում են, հենց դուռը թակում եմ, բացում ասա, բայ պարոն Վրեժջան, ինչ լավ է եկել ես այստեղ, հասկանում եմ հայ է։ Հիմա ես ուզեցի ասել այդ օրինակը եւ ավարտել հենց այստեղ, որ ամենափոքր քայլը այս է, որ ամեն մարդի շրջապատում նայի տեսնի, որ արդյոք արձանագրված է թե չի արձանագրված, ամենակարևոր գործն է, որ արձանագրվեն եւ ընտրության մասնակցեն։ Ոչ ոք չգիտի, որ դուք երբ գնում եք ընտրության, մեկ հոգու ընտրեցիք, 1 միլիոն հարցին քվարկեցիք, թե ոչ, բայց ամեն տեխնացու առաջի հերթին, որ տեխնացու է դառնում, լիստը վերցնում է քանի հայ կա, եւ այդ քանի հայի մեջ ինչքան արձանագրված են, քանի տոկոսը ընտրության մասնակցում, որ Գլենդելում շատ բարձր է, ամերիկացիների համեմատ շատ մեծ քվեով մասնակցում են, որ շատ գնահատելի է, երևի հույս կլինի ամենտեղ հայերը կգան այս
այսինքն վերջնավորության հասկացողության, որ մենք պետք է արձանագրվենք եւ մասնակցենք, որովհետեւ այս երկրում շատ հարցեր այդպես կարող եք լուծել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բարոն Աղաջանյան։ Հաջորդ մասնակիցն է Օրիոտ Թալին Գյուվրեքյանը, որպես ներկայացուցիչ AGB-ի Youth գազམ་ագերբության։ Հրամայ Թալին։ Good evening, ladies and gentlemen. My name is Talin Gevrekin, and I am the chair of the Los Angeles chapter of the AGBU Young Professionals. I feel exceptionally privileged to be asked to speak briefly tonight about what the genocide and genocide recognition means to me and express my own views as a young representative of AGBU. What does the Armenian genocide mean to me? This is not a question that I can answer in a sentence or two. It means the words are yet to be invented to even begin to describe the horror of atrocities committed by humans on humans as a species. It demonstrates what humans are capable of doing and doing it repeatedly. It means that I am living in a world where the majority is still deaf to cries of justice and blind to documented facts. It means that a small group of determined individuals can plan the extermination of an entire nation and execute it to near perfection. It means that we as humans are well capable of using grandiose notions of nationalism, religion, and race to advance our ideology, regardless of how psychotic, barbarically murderous, and vicious it might be. It means that the end justifies the means, regardless of how horrendous the means might be. It also means that I can deny the facts for nearly 100 years and lie to the world with a straight face. It means not only I can get by it, but I can fund quote-unquote research to rewrite history of my own choosing and repeat the lie till it becomes the truth in many arenas. It means I can engage in a silent cultural genocide to wipe out any remains of an Asian civilization without fear of prosecution. But on the other hand, the Armenian genocide means how resilient a nation and indestructible its spirit could be. It means I am the embodiment of the mystical phoenix and will rise from my own ashes every time you burn me. It means you can torment me as much as you desire, but you can never annihilate me. It means there is and always will be sadness in my soul that passage of time cannot heal. And it means I exist, therefore you did not succeed. And finally, what does the Armenian genocide recognition mean to me? As a human being, it means I am capable of recognizing and acknowledging a historical fact. As an Armenian, it means I will continue to fight to achieve my nation's denied justice and not let the first genocide of the 20th century end up in the dustbin of history. As Talin Gevrekian, the person, it means paying tribute to my late great-grandmother, Shusharik Mashurian, a survivor unlike her 4 other brothers, of the only genocide in history where no justice was served to its perpetrators. And as Talin Gevrekian, I will not only commemorate the Armenian genocide with my yet to be born children and grandchildren, but the commemoration of its resolution. Իհարկե ցեղասպանության ողջակոչման մասին կարելի է շատ երկար խոսել, ես պարզապես իմ կարծիքը կհայտնեմ, եթե որ